Բարգավաճ Հայաստան կուսակցության աջակիցներն ակցիա են իրականացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև։ Նրանք նամակ են փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանին։ Նպատակն է թույլ չտալ Իրանի քաղաքացիներին խառնվել հայաստանյան ներքաղաքական իրավիճակին։ ԲՀԿ խոսնակի Վետատոնոյանի խոսքով Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքը Գագիկ Ծառուկյանի դեմ իրենց համար անընդունելի է։ Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից եւ արել է առավելագույնը այս երկու երկրների միջև այդ կապերը ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Հուլիսի 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել էր խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Նրա դեմ մինչ օրս ցուցմունք են տվել Իրանի երկու քաղաքացիներ, պնդելով թե Ծառուկյանը իրենցից խոշոր չափերի գումար է շորթել։ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հուլիսի 27-ին ժամը 10:40-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Իսակովի պողոտայում 3 նուկ կամրջի վրա իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Արձանագրվել է հետիոտնի մահը։ Վարորդը եղել է սթափ։ Ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հուլիսի 26-ին ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են Toyota, Volkswagen եւ Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մեկուսացնելով հրդեհը հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։ Վթար հրդեհի հետևանքով եւս 3-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ պարզելու ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է, հայտնել են Ուժեղ Հայաստան դաշինքից։ Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով, ասվում է դաշինքի հայտարարությունում։ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ պատանիները մեկնարկել են հաղթանակներով։ Գործող չեմպիոն Վահե Հովեյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին եւ դուրս եկել առաջնության 1/8 եզրափակիչ, իսկ Արարատ Ավետիսյանը 14-7 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցչին եւ դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Պենտագոնը թարմացրել է իր ռազմական կորուստների տվյալների բազան։ Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը ավելացել է 140-ով, հակամարտության սկզբից ի վեր գերազանցելով 600-ը։ Ըստ Գարդիանի, Պենտագոնի կորուստների վերլուծության համակարգը ներդրել է արտասահմանյան գործողություններ անվամբ նոր կատեգորիա, հուլիսի 7-ից ի վեր զոհված եւ վիրավորված զինծառայողների համար, որի համաձայն այդ ընթացքում զոհվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 400-ը։ Թրամփի վարչակազմը փորձում է հուլիսի 6-ին վերսկսված ռազմական արշավը առանձնացնել նախկին էպիկական ցասում գործողությունից։ Այս քայլը պայմանավորված է պատերազմի լիազորությունների մասին օրենքով, որը պահանջում է, որ ԱՄՆ նախագահը դադարեցնի ռազմական գործողությունները 60 օրվա ընթացքում, եթե չկա կոնգրեսի համապատասխան թույլտվությունը։ Ուկրաինան Իսրայելի հրահանգով հարձակվել է Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավի վրա, փորձելով Եվրոպային պատերազմի մեջ ներքաշել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս հայտարարությունից կարճ չանցած հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին, նշելով, որ Կիևի գործողություններն անպատասխան չեն մնալու Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումից հետո։ Սխալ հաշվարկանողների ցանկը կարծես համալրվում է, գրել է նա X սոցիալական ցանցում։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ երկիրը ռազմական որևէ միջամտություն չի իրականացնելու Լիբանանում։ Նա նշել է, որ Սիրիան փորձում է հնարավորություն տալ Լիբանանին կատարել Հեզբոլլահին զինաթափելու իր պարտավորությունները, միաժամանակ ապահովելով, որ երկրում առկա իրավիճակը չազդի Սիրիայի վրա։
Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները, հայտարարել է իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան։ Նա ընդգծել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է փոխադարձության վրա եւ որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով միգրանտները պարտավորվում են ապահովել իրենց եւ իրենց ընտանիքի անդամների ապրուստը։ Բնակության տարածքում սահմանված նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ պակաս չափով։ Դաշնության նախագահը նաեւ ստորագրել է օրենք, համաձայն որի աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են կամ լքել Ռուսաստանի տարածքը, կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել աշխատանքի թույլտվություն։ ԱՄՆ Սիեթլ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը վիրավորվել։ ԶԼՄ-ների տեղեկությամբ տուժածներից ամենափոքրը 2 տարեկան է։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հասունացող անտառային հրդեհները մոտենում են Բորդոյի մերձակայքում գտնվող ռազմական գործարաններին։ Բորդոյի շրջանի պաշտպանական եւ գիտական կարևոր օբյեկտները այժմ հայտնվել են վտանգի տակ։ Այդ տարածքում է գտնվում օրինակ M51 բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրական գործարանը։ Նոուլ թայֆունը հասել է Չինաստանի Գուանտում նահանգ, իր հետ բերելով տեղատարապ անձրևներ, ուժգին քամիներ եւ ալեկոծություն։ Աղետը ազդել է 2 նահանգի վրա։ Տարածաշրջանում բարձրացվել է արտակարգ արձագանքման մակարդակը, արտակարգ ծառայություններ ու էներգետիկ ենթակառուցվածքների աշխատակիցները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։